Ողջույն աղջիկներս, բարի գալուս նոր վլոգ, անչափ ուրախ եմ ձեզ տեսնել մեր մեծ ընտանիքում, շնորհակալ եմ ձեր հավանությունների եւ մեկնաբանությունների համար, ինչ եփել այսօր շարքից, այսօր պատրաստում ենք կարտոֆիլը հավի մսով, ամենառաջինը մարինադ ենք պատրաստում, հետո նոր տեղափոխում ենք ջեռոց, որպեսզի խորոված լինի, ասեմ շատ համեղ է ստացվում, շատ հյութեղ է, անպայման կփորձեք եւ ինքներդ էլ կհամոզվեք, եթե մինչեւ այսօր չեք փորձել Միայն կարող են չփորձած լինել դեռահաս աղջիկները, ովքեր նոր են մտնում խոհանոց եւ չեն պատրաստել, թե չէ բոլորս էլ, ովքեր արդեն որ 10 տարուց ավել գտնվում ենք խոհանոցում, պատրաստած հաստատ կանք։ Ինչ ենք անում, կարտոֆիլը եւ միսը ես առանձին եմ համեմում, հետո նոր խառնում եմ ամբողջովին իրար, որպեսզի երկուսի համն էլ յուրահատուկ լինի։ Հետո որ խառնում եմ իրար, արդեն իրանք լավ մարինատ են լինում։ Ինչ ավելացրեցի, ամենակարևորը կարմիր պղպեղ, չորացրած համեմ եւ սամիտ, ավելացնում եմ խորովածի համար նախատեսված համեմունքներ, ես շատ եմ սիրում իդեպ պրիպրավաներ, լգրեք տեսնեմ դուք էլ եք սիրում թե ոչ, կարելի ասել ես առանց պրիպրավի ոչինչ չեմ պատրաստում աղջիկեք ջան, ավելացնելու եմ տոմատի մածուկ, թթվասեր, հենց ինքը թթվասերն է ապահովում այդ իր համեղությունը, սոճնիությունը Այնպես որ կպատրաստեք, եթե թթվասերով չեք պատրաստել կամ մայոնեզով, տարբերություն չկա, ուղղակի համերի տարբերությունն է, մի փոքր տարբերվելու է մեկը մյուսից, բայց ամեն դեպքում երկու տարբերակով էլ շատ համեղ է ստացվում։ Այն որ խրխրտալ են համ տեսում ես եւ ասում ես շատ համեղ է։ Վերջում էլ մեկ գլուխ սոխը բաժանել եմ երկու մասի, լավ էսպես պետքա համեմենք, լավ էսպես պետքա խառնենք, որպեսզի ամբողջը խառնվեն, իրար լավ ճանաչեն ու արդեն 1 ժամ հետո տեղափոխում ենք ջեռոց, այնքան ժամանակ մինչև եփվի։ Կարմրաթուշ մսեր ենք ստանալու եւ կարմրաթուշ կարտոֆիլներ արդյունքում։ Ձեռքերս լվացված են աղջիկներս։ Ձեռնոցով ոչինչ չեմ կարողանում անել, նույնիսկ հողում չեմ կարող ձեռնոցով աշխատել, տեսնում եք ինքներդ։ 1-2 անգամ դնում եմ ու էլ չեմ կարողանում, չեմ զգում ինչ գործ եմ անում։ Ես վստահ եմ դուք եք այդ ձև իմ նման եք, որովհետեւ ինձ եք հետևում։ Եթե դուք իմ նման չլինեիք, դժվար թե դուք ինձ հետևայիք։ Այդ իսկ պատճառով չեմ հարցնում դուք ձեռքով եք անում, թե ձեռնոցով, որովհետեւ վստահ եմ, որ ամենաշատը 70-80% առանց ձեռնոց է աշխատում։ Նույնն էլ, ասենք, հաց պատրաստելուց ես չեմ կարող ձեռնոցով ինչ-որ գործ անեմ, աղջիկեք ջան, չեմ զգում այն, ինչը որ սենց ձեռքով եմ զգում։ Աղը ձեռքով եմ ավելացնում, համեմունքները միգուցե գդալով ավելացնեմ, բայց աղը ձեռքով եմ պարտադիր ավելացնում, որ զգամ ինչքան աղ եմ ավելացնում, համեղ է լինում թե ոչ, ես իմ ձեռքի չափը արդեն շատ լավ գիտեմ։ Հիմա ինչպես տեսակ, երկուսն էլ լավ էսպես խառնեցի, Հիմա միացնում ենք իրար, թողնում եմ 1 ժամ մնա եւ տեղափոխում եմ ջեռոց։ Տեղափոխեմ Եփվի սիրուններս, արդեն արդյունքում ցույց կտամ տեսքը, համի մասին էլ արդեն ինքն էլ կտեսնեք համեղ է ստացվել թե ոչ։ Այն իր տեսքից էլ արդեն պարզ երևում է, ուտելու ենթակա է թե ոչ։ Դե ինչ սիրուններս, ինչ եփել այսօր շարքից, պատրաստեք սիրով եւ համտեսեք։ Ինչ է սարքում մաման։ Խորոված։ Բարև ձեզ։ Մաման ինչ անում։ Խորոված է սարքում։ Աղջիկներս քանի որ ծներ է եկել եմ երեխեքի համար ձեռնոց գնելու, տղա երեխեքին է էլի։ Տղա երեխեքին է եղել արդեն։ Ես կողմն Արսենին օրինակ որ մեկը կլինի։ Չգիտեմ։ Սենց, կամ դες կամ սենց դասա։ Այդ մեկը Արսենին վերցրու,
Մադներով չես ուզում։ որ հա էլի Դες թե մադներով։ ծնագնդի խաղան։ Դες է կրա խաղա, պրոստը չի կրա պոշկա շոյը։ Էսա։ Նայ, ասում եմ մանեկողը գտնումա։ Քանտրողը գտնումա։ Մի հատ արծինի, մի հատ երիկին։ Երկինքյանի։ Հա, չի անը։ Նույն։ Կողմի։ Մադները երկար հա։ Ոնց մատները երկար է։ Էդի ամենամեծն այլ փոքրը սրանք են։ Հələ նայ որ ռազմն ամեծ։ Էսի երևի, հա։ Չէ, вообще նետել նույնն էլի։ Մեն ռազմերն է, պետք է ձգվի հլակումատը մցրում է։ Ես չի մադը նայ։ Կնի, երիկի մատներն էդ ինչի մատների տեղտեր իր։ Էսի նույնն է։ Մեկ Արսենին բեկավ, մեկ երիկին։ Սենց։ Մի հատ ինձի գլխարկ։ Դու ունես գլխարկ, հա։ Ունի։ Ես չունեմ։ Ինձ են փամփոլնա, փամփոլսը չգիտեմ ոնց անեմ, որ Սենց անա հեսա։ Գլխակները։ իմս էս ծևա, ոնց որ դնեմ եղնեմ 18 տարեկան։ Հələ 10 տարի գանես։ Հա, ես 10 տարի գանես, հա։ Ой, спасибо։ Ասում ինձ համար 18 տարեկան ես։ Շարֆեր ունեմ։ Շատ դիմ։ Սենց սիրուն կա։ Չէ, դի մանկական է, Ինչ նո մանկական։ Մարդիկ սիրուն տնում են մանկական ասեմ, լավ դես կդիշ խաբասլը։ Ինչը։ Հայլու, տեսկա։ Գույնը։ Չէ, ես էդ։ Ա, ես կվերցնեմ։ Չէ, դեն սպասի։ Ալիջացի նշանել վրենա։ Սպասի մի հատ փորձենք, չվռազենք։ Սիրելիս։ Ես որ կարմիրս վերցնեմ։ Կարմիր ամեն գույնի հետ չի գա, չէ։ Սիրուն չի անես գույնը, էս բաց կանաճանաս։ Չէ, օրինակ ես գույնը սիրուն չի կարմիրը, հոսև չեմ վերցնում։ Ինքը ջղայնանում է, որ ես է։ Հես այս սիրունը։ Բայց կարմիր է։ Լցուց դուրս։ Նայեք ժողովուրդ։ Սիրուն գույներա։ Նայեք, էս անես բայա։ Չէ, ժողովուրդ ջան, էդի լրիվ մանկական է։ Մանկական է։ Գյորգի, մի ոնց որ ես քեզ ասեմ, գնային գլխարկը դի։ Անենց գլխարկ պետք է դնես, ես այդ գույնի շոր պետք է հագնեմ։ Դիր։ Հա, կոջիկներով։ Այդ երեխու համար է, կոճիկներով։ Արյան, ապաստակի։ Ես այնքան պետք է անեմ, իջև չվերցնեմ ոչ մի բան, գիտեք, ժողովուրդ ջան։ Անենց գլխարկ պետք է վերցնես, որ տարբեր տեսակ կուրտկեք հետ սիրուն Հանա ջան, հագնես։ այն բաց դերն ու Չէ, դեղին ես կուրտկա չունեմ։ Ինչ բադադրը Դու պետք է պարտադիր է։ Չէ։ Ասես կանաշկա։ Չէ, լավ չէ։ Ճղճղտած է, ես ճղճղտած չեմ սիրում։ Մստարա։ Գնա, ծմերնեկով։ Դնա պարկի քնի, բան առավոտերիկն ասում, չեմ ուզում ասում, վեր կենամ Քունստանում։ Սիփոլ ես ծմերը։ Այ էսի առնեմ Գյորգի ջան։ Լարի գնանք փորձենք։ Սպեք պոմպոլիկով ամելեսի։ Էդի կետամ է շորիտ հետ։ Նապաստակի տարի է, լապրնի։ Եկեք Սիրուն գնանք։ տարի է նապաստակի։ Բայ։ Լնայք ինչ սիրուն է։ Գալիս է բայց։ Սիրուն է, չէ։ Մարիան հետ սկրիպկանի, կասի տուր ինձ հարսիկ։ Բայց լավ տաքով։ Սասում է։ Լավն էր գլխարկը, բայց չեմ ուզում այդ ձև, ուզում եմ սկեսուրիս մի հատ սիրուն շոր վերցնեմ, շորիկ, հա, էսա, հա, դե մեկ առ բեր Գյորգի ջան, նվեր բեր տիկնոջդ, դե հեմի դու առ ես հագնեմ սիրուն, սիրուն էր այ շարֆով սիրուն, ինչ արժը,
Հələ նայ մամային ինչ վեր ունենք։ Չգիտեմ անաջան, չէ՞ գիտեմ, ինչ վերջնա։ Նոր տարվանը վեր։ Սիրուն չէ՞ է շակետը։ Սիրուն է, շարֆովա։ Կհակնի։ Օրինակ զոնքաչը սիրուն սենց վերցրեց սիրուն հակնում է։ Մայրիկս էլի ասում զոնքաչ։ Սիրուն գույնա կարաշների կերմ։ Տակ հակնի, նու տանից դուրս գալուց։ Բայց գիտեմ, տանեմ պետք է ասի չէ, լավը չի, չեմ ուզում, հակովս չի։ Ես էլ ասիրուն։ Պետք է անհնար է, որ ես ինչ-որ նվեր առնեմ, տանեմ ու հակնի։ Ասում է տար հետ դուր չեմ ուզում։ Ես է տանում հետ եմ տալի, մի սխանթը շատ հեղու է, որ ասի տար հետ ու ոնց պետք է հետ կամ։ Սիրուն է, չէ՞։ Կարող է կանաչ գույնը վերցնեմ։ Չգիտեմ անաջան։ Շուշուտ անենք։ Եկել էլ ես ստե չեմ գա։ Դուշկելենի կիկանք, ես չէ որ չեն գա։ Նոր տարվանը վեր եմ ուզում վերցնեմ։ Որ սպիտակ ես։ Բայց էդի չէ էսի։ Ես ավելի սիրուն է։ Կսազա։ Տակ ծմերը կհակվի։ Եկալ։ Այդ գույնը չէ։ Չէ, էսի լավը չի։ Այդ գույնը սիրուն էր, հա։ Էդի պետք չէ։ Չեմ ուզում գլխարկարի։ Իմ մազերը ինձ համ գլխարկ են։ Աղջիկներս եկել ենք հեռախոսի համար վերցնենք սկեսրայրիս համար և գնումներ կատարեցի, ինչպես տեսակ, նվեր գնեցի սկեսրայրիս համար, վստահ եմ կհավանի տեսակ։ Նայեք աղջիկներս ինձ սիրուն նստեց։ Ապրի կյանք ունենաք, շնորհակալություն, օժիտ եմ հավատում։ Ես քան շորիչ եմ ենում, ես չգիտեմ։ Փափուկ մատերիալ չի, լավն է։ Մի հատ Հավաքեմ, բացեմ, ցույց տամ, մի աշխարհը օժիտ է անում։ էսի զիմնի է։ Ես դու չգիտես որ ձմեռը Թեթև բուրկետ էլ հագնում ես ու վերջ։ Ահա, բարով մաշին շատ սիրուն։ Ջան։ Դրվանտի կամարով կողեն։ Ահա։ Ձելը դվայ որ սարկեն։ շորս փոքր։ Ոչեմ։ Չէ։ Ոչեմ։ Քիշն ես հաց ուտեմ։ Կարոտել էր մամային։ Դա ուտեմ քեզ։ Եկել եմ ոզմով գրկինց։ Ուտեմ։ Էլինա։ Հələ սա հայոց լեզու։ Ահա։ 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 Սիրում եմ քեզ ասում։ Սա հայոց, սիրում եմ քեզ։ Էդի բալիկն ապա։ Հայոց լեզու։ Մայրիկիս պես։ Անուշ ես դու։ Քեզնով եմ ես։ Ապարտանում։ Դրում։ Արտասանում։ Ապրիմ աղջիկը։ Ծապ։ Մամայի համար է չկորսեք քեսի։ Ես ինչպես տեսակ արդեն տուն ենք եկել, իմ նոր քարերն ա եկել։ Անես լավն ա։ Ասում եք Աննա ջան, քարերը փոշոտ ա, որ լվանում ես։ Հիմնականում փոշոտ չի, ինչպես տեսնում եք մաքուր ա, բայց այս տեսակ աշխատանքները որ ձեռքով եք կատարում, պետք է պարտադիր լվանակ, ձեր ձեռքերը լվանակ, որ մատնահետքեր ոչ մի բան իր վրա չմնա, ինքը փայլուն լինի։
որովհետև եթե խաղալիքները պատրաստում եք հետո եք լվանում, արդեն շատ ուշ է չորանում, իսկ այս դեպքում լվանում եք, ինքը լավ փայլում է, ձեռներն է լվանում են, որ անցնում են գործի, որ ավելի մաքուր գործ ստանանք արդյունքում։ Ասում են Աննա ջան, մայստեր կլասներ արա, այս քարերի հետ կապված խաղալիքներ, ինչպես են, հա, սարքում, շուտով պետքա սեղանի սփռոցել հավաքեմ, սենց մեծ։ Բայց աղջիկներս գիտեք, ունեմ 3 բալիկներ, ես չեմ կարող այսպես համ նկարահանեմ, պետքա այս գործը պարտադիր խոսալով ներկայացնեմ ձեզ, ոչ թե ձայնս փագեմ, որ հատվածը, որ երեխեքը ասենք խաղում են, այդ ընթացքը բնականաբար փակում եմ, ես ինքս եմ խոսում, մոնտաժ եմ անում, բայց այս գործը, որ պետքա ես նկարահանեմ, պետքա ամբողջովին ես խոսամ։ Իսկ դուք ինքներդ էլ ինձանից լավ գիտեք, դա շատ պատասխանատու գործ է, շատ դժվար կլինի ինձ համար 3 երեխու հետ, Արսենը մանկապարտեզում է, Երիկը դասի է, Էլինան ժամը 1-ին է քնում, չեմ կարող այդ ընթացքում նկարահանել, հա ջան։ Արսենին է բալես։ Այն մեկը ուրիշ է բալես, 2 հատ է զակաց տվել, մեկը տանն է, մեկը տարել եմ մանկապարտեզ։ Այդ իսկ պատճառով ես ինձանից մենց աշխատանք է խլելու, որ ես նկարահանեմ, տեղադրեմ, դրա համար պետք է աղջիկներին վերցնեմ, ովքեր որ ուզում են իսկապես եւ պատրաստ են անցնեն այդ դասը, հենց այսպես, ոչ թե այսպես տեսահոլովակով, այլ տեսազանգով պետք է հավաքվենք, խաղալիքի, կլոր խաղալիքի դասը առանձին կլինի, սրտի դասը առանձին կլինի, ինքը որտեղ շատ այսպես ծավալուն աշխատանք է տանում, դրա համար այսպես չեմ կարող աղջիկներս, պետք է այնպես դասավորեմ, որ համ իմ երեխեքս այդ ընթացքում ինձ չխանգարեն, որ ես ոչ մի գործ չունենամ անելու, համ էլ միայն այն մարդկանց իմ ժամանակը տրամադրեմ, ով իսկապես, ում իսկապես այս ընթացքը անհրաժեշտ է պետք է։ Հա ջան։ Բա դու քոնը կերավ, թե Էլինան կերավ։ Ինչի դու կերար։ Էդի քոնը չէր, ապելինն էր։ Դուք չեք պատկերացնում, ես խաղալիք գործելու ժամանակ իմ երեխեքը քանի անգամ են մամա ճվում, ես քանի անգամ եմ իրանց վրա ճվում։ Ու այդ YouTube-ի համար չի։ Հա ջան։ Էդ էլ Արսենինը բալես։ Էդ էլ Արսենինը, բայց կողակն էլ ալնում։ Այդ այդան համար չի բալես։ Գնա ուրիշ շատի կյանք։ Էդի Արսենը հագնում։ Արսենը հագնում մանկապարտեզա գնում։ А почему не одета? Որովհետև բալես տունը նախ տակ հա գնա մայկա հանի սիրուն հակի, համ էլ այդ Արսենինն է։ Ինքը մանկապարտեզա հագնում։ Քո դարակը բացի, քո հագուստները տեղ դրած է, վերցրու հակի։ Третий или первый? Первый։ Ես շատ մատչելի գներով կընդունեմ այն աղջիկներին, ում իսկապես պետք է, անհրաժեշտ է, ով իսկապես սրտանց ուզում է սովորի, եւ հատուկ այդ մարդկանց հետ, նույնիսկ զեղչեր կլինեն, հատուկ այդ մարդկանց հետ կասկածենք ուղիղ եթեր, մենք իրար հետ համ կխոսենք, համ կթեյենք, կսրճենք, համ էլ խաղալիքները կպատրաստենք, որ ավելի պարզ ու մատչելի լինի ձեզ այդպես աղջիկներս։ Հիմա պետք է իրան լվանամ, արդեն կալցոները պատրաստել եմ, լվանամ, թողնեմ չորանա ու անցնեմ խաղալիք հավաքելու։ Հայ ջան։ Ինչը։ Հա։ Արսենը դպրոցում չի, ուր է Արսենը։ Արսենը լացում է։ Ո՞վ է անում։ Ուր է Արսենը։ Քնած է։ Արսենը հիմա քնած է։
Էդի բաղնիկում Սուսան տատիկն է։ Հա։ Ով աղջկեք ջան, հետ էլ այդպես, հետ էլ դասերի հետ կապված, նույնիսկ ինձ ինստագրամով են գրում, բայց ինքը պատասխանատու գործ է, պետք է ամբողջովին օրը մենակ լինես, որ այդ ամեն ինչը մենակ անես, իսկ աղջիկները կլինեն իմ տան անդամները և իմ հետ հավասար կանցնեն այն ամեն ինչի միջով ինչ որ ես եմ անցնում։ Երևի այդ դասընթացները շաբաթ և կիրակի կլինեն, որ էլի կտանը լինի, դասի չլինի, այդ ամեն ինչ ովքեր որ պատրաստ կլինեն վճարեն և սովորեն, հատուկ այդ մարդկանց հետ կպայմանավորվենք և կանցնենք գործի։ Իսկ ովքեր ստեղ են, ստեղի մարդիկ, որ ապրում են, հա, ինձ ովքեր որ տարածքում հետևում են, եթե ցանկանան աշխատել, սովորեն, կվճարեն և կգան մեր տանը իրար հետ այդ ընթացքը կանցնենք։ Տատիկը լողանում է։ Ձերներն ա լվանում։ Տատիկը լողանում է։ Էլինան է գնա լողանը։ Սակաս Էլինան գնում է քնի։ Անուշ։ Էլինան գնում է քնի։ Հիմա Էլինայի քնի ժամն է, Էրիկ եկավ պետք է հոտի տնայինները պետք է անենք, վաղը քրատանը կիսամյակ եմ փակելու, պետք է նախապատրաստվենք, հա ջան։ Ինչ։ Ու այդպես գնացի աղջիկներս գնամ։ Դուք էլ իմ հետ եկեք։ Ինչ ես ուզում։ Ինչը։ Էդ ինչը։ Ահա, բարը մաշես, էդ էլ ատ հազա։ Ալի, մայք էլ տզը։ Շնավոր։ Հա, սարպես Իրան է։ Ապրես։ իրան։ Ացրել եմ։ Էդ ինչ ես ուզում։ Էդ ինչը, էդի դուշ չի գալիս։ Նստի բալես հացկեր, ես տանեմ Էլինային քնացնեմ, մինչև դու հաց ուտես։